Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմեկնեն Աբու Դաբի, որտեղ փետրվարի 4-ին տեղի կունենա Շեյխ Զայեդ հիմնադրամի մարդկային եղբայրության համար 2026 թվականի մրցանակաբաշխությունը։ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ գեներալ Անի Չաունին ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակությանը։ Գոհունակությամբ ընդգծվել են Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության հետեւողական զարգացումն ու ընդլայնումն, ինչպես նաեւ քննարկվել Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր, կարևորելով Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակոբի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն հարաբերությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ։ Ֆարս լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրամայել է սկսել միջուկային բանակցություններ Միացյալ Նահանգների հետ։ Աղբյուրը նշել է, որ Իրանը եւ ԱՄՆ-ն բանակցություններ կվարեն բացառապես միջուկային հարցի շրջանակներում։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ խորվաթական Օսիեկի ֆուտբոլիստ Ստեփան Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայում, ինչպես հայտնում է խորվաթական պարբերականներից մեկը, ֆուտբոլիստը տեղափոխվում է երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող Նյուրնբերգ։